Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների նպատակը շահառուների կողմից բարձրաձայնված մի շարք գործնական խնդիրների լուծումն է։ Փոփոխությունների մի մասը վերաբերում է քաղաքացիների իրավունքների իրացմանը, մյուս մասը պետության եւ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը։ Շատ կարևոր փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնց դիմում հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Միջկերտեշական հանձնաժողովին դիմաց դիմումների մեջ բազմաթիվ էին այն դիմումները, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն տվյալները առկա չեն ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում։ Պատճառը շատ տարբեր կարող է լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն կամ մուտքագրող օպերատորն է թերացել, կամ ծնողը տվյալը չի ներկայացել։ Նոր կարգավորումներից մեկն էլ վերաբերում է ամուսնալուծված ծնողներին։ Մինչև այժմ գործնականում առաջանում էին իրավիճակներ, երբ անչափահաս երեխան ապրում էր ծնողներից մեկի հետ, սակայն ծրագրին ցանկանում էր դիմել մյուս ծնողը։ Քանի դեռ երեխայի իրավունքը չէր իրացվել խնամակալ ծնողի կողմից, մյուս ծնողը չէր կարողանում դիմել ծրագրին։ Այժմ այդ խնդիրը լուծված է, եթե առկա է դատարանի վճիռը, որով սահմանված է, թե ում հետ պետք է բնակվի երեխան, համակարգը երեխային ներառում է հենց այդ ծնողի ընտանիքի կազմում։ Եթե դատարանի որոշումը չկա, իրավունքն ավտոմատ վերագրվում է երեխայի մորը։ Սա նշանակում է, որ նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս չի դիտարկվի որպես այդ ծնողի ընտանիքի պարտադիր անդամ։ Հետևաբար ընտանիքի ոչ ամբողջական կազմի հիմքով դիմումները չեն մերժվի, իսկ խնամակալ չհանդիսացող ծնողները կկարողանան առանց լրացուցիչ խոչընդոտների օգտվել պետական աջակցության ծրագրից։ Այս պահին ունենք 1014 ընտանիք, ովքեր ունեն դրական մնացորդ, եւ նրանցից 657-ը այդ դրական մնացորդն արդեն իսկ ուղղել է վերանորոգման վարկի ստացման, ընդ որում այստեղ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից շուրջ 2 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել, որի գծով ամսական մարումները պետությունն է իրականացնում, 680 ընտանիք դրական մնացորդով ձեռք է բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա, եւ այստեղ պետական բյուջեից միանվագ արդեն իսկ վճարվել է շուրջ 1 միլիարդ դրամ, եւ 46 ընտանիք ունենք, ովքեր ձեռք են բերել գյուղնշանակության հողամաս, եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից 153 միլիոն դրամի վարկ է արդեն տրամադրվել։ Փոփոխության նպատակն է ապահովել, որ ծրագրի շահառուները կարողանան ավելի արագ եւ պարզ ընթացակարգով իրացնել իրենց բնակարանային աջակցության իրավունքը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։